Ուրեմն այսօր ընկել ենք մի քիչ հիշողությունների գիրկը, Պահարանից հանել եմ իմ տեսահին, ուրեմն կամերան, սա մի ժամանակ չէր աշխատում, այսօր սկսել է նորից աշխատել, հանել եմ բոլոր հին ժապավենները, ու ինչ-որ կարոտ ենք առնում, նայում ենք, երեխաները շատ փոքր են, 2000 որ թիվն է սա, այս մեկը, 2013 թիվ, միջև այդ զայնագրություն նայեցինք 2009 թիվ, 2010 թիվ, հիմա սա 2013 թիվն է, առանց երեխաների ես ու Արմինեն գնացել ենք Լոս Անջելոս, Հայաստանի երրորդ մայրաքաղաք, Գլենդելն է, բարձրացանք Սարերի կողմը, գեղեցիկ տեսարաններ նայեցինք, Պարսկահայերի տուն կար մեր կողքով այդ զրուցեցինք, ափսոս ոչ մեկ մեզ սուրճի չհրավիրեց, ներքև վերադառնալիս ոնց որ ցած մի քիչ փողոցով այն Նորթ Պասիֆիկով իջնում էինք ներքև, կանգնեցինք այս գեղեցիկ տան մոտ այս կակտուսները նկարելու։ Մի երկու րոպե այստեղ նկարեցինք ու ներքև շարժվում ենք նորից այս Նորթ Պասիֆիկ Avenue-ն է կարծեմ։ Դեպի ներքև մի հատ գեղեցիկ ուրեմն ծառ տեսա, շատ գեղեցիկ ծառ էր, հիմա ցույց տամ այդ ծառը։ Այս է այդ գեղեցիկ ծառն է, այս է։ Ուրեմն այս կանգնեցի որ այս ծառը նկարենք, մեկ էստեղ մի հատ հայկական խանութ է, սա երևի դիմացի մայթն էր։ Իսկ թվում էր որ այս ծառի կողքով է մուտքը այդ հայկական խանութի, բայց չէ, դիմացի մայթն էր։ Եկանք մտանք այդ դիմացի բանը, խանութը, դե կարոտել ենք հայկական խանութներ մեր փողոցում, մեր քաղաքում դեռ չկար այն ժամանակ։ Ինձ երբ որ տեսնում ենք միտեղ հայկական բան ա գրված, մտնում ենք, հեսա մտել ենք, վարձու մեքենա ունենք, հեսա թան ենք գնել, Արմինեն թանն ա ապում։ Եվ մի շատ հետաքրքիր դեպք տեղ ունեցավ այդ խանութում։ Ուրեմն այդ խանութը, որ մտանք Արմինի հետ ուրախացած հայկական խանութ, տեսնենք ինչ են վաճառում, ուրեմն տեսնենք պատի վրա մեծ այս թղթի վրա գրված է. «Պարքով ապրանքներ չի տրվում»։ Շատ զարմացա, ճիշտ ասած, սենց իրար երեսին նայեցինք, մի հատ սենց հաղթադամ հայ տղամարդ էր սենց and սարի թաղից բանից երևի այդ վաճառողը ասի ախպերս ասի սենց բան խիստ է կա Պարքով ապրանք են Լոս Անջելոսում, մարդիկ եկե հասել են Ամերիկա, Գլենդելում ապրում են, Գլենդելի կենտրոնական մասում, գալիս են խանութից պարքով ապրանք են ուզում, ասեց ախպերս, ինչից ես խաբար, խիդուք ստեղից չեք, չգիտես, ասի չէ, ճիշտ ասած մենք Նյու Յորքից ենք եկել, այդպես բան չէինք լսել, որ Ամերիկայում պարքով ապրանք ասեց, ինչից ես խաբար, ու հիմա այս ժապավենները, որ հանել ենք հիմա, այս մեր ջահելությունն ենք հիշում երեխաների մանուկ հասակը, սա որ տեսա հիշեցի, ու ժապավենի մեջ այդ փողոցը երևաց, նոր Google արեցի, ասի Արմին ես խանութը գտնելու եմ, խանութը գտա Google-ի միջոցով, փողոցի անունով բան և զանգեցի խանութ, մի հատ շատ հաճելի ձայնով մի կին վերցրեց, ասի շատ կներեք, ասի հեռվից եմ զանգում Նյու Յորքից, մի հատ տարօրինակ հարց եմ ասել, մենք ձեր խանութում եղել ենք 12 տարի առաջ, մի հատ սես թուղթ էր կպցրած, պարքով ապրանք չի տրվում, ասի հետաքրքիր է, այդ կպցրած նշանը դեռ ունեք, ասեց հայո, մի շեմա կախված դրած է պատի վրա, այսինքն անցել է 12 տարի, հայերը ապրելով Գլենդելում, դեռ գնում են խանութից պարքով ապրանք են ուզում, պատկերացնում եք, դրա համար էլ կպցրել են, որ պարքով ապրանք չի տրվում, ու մտովի ինչի համար որոշեցի դրա մասին հիմա մի կարճ նկարեմ տեղադրեմ, երևի ձեզանից ոմանք ոչ շատերը տեսել եք նորություններ ովքեր նայում են, մի նորություն էր եղել, մի պարսիկների հարսանիք էր եղել, մի հոգի մտել էր մի ժամ պտտվել էր այդ հարսանիքի դահլիճում, վերջում այդ նվերների տուփը, որի մեջ համ քեշ փող կա, համ չեկեր կան, այսինքն հյուրերը նվիրատվություն էին արել, կասկածում են մոտ մի $100,000 նվիրատվություն, մանա գալիս, վերցնում փախնում է, դրսում էլ երկենայով ընկերն ասպասում նստում անհետանում են։ Երեք ոստիկանությունը Լոս Անջելոսի հայտեց, նորություններով տեսա, որ ձերբակալել են այդ գողություն անողին, տնից ահագին ուրեմն զենք են գտել, նյութ են գտել, թմրամիջոցներ են գտել, ասի Արմինե Աստված տա մենակ հայերը սրա մեջ խառնված չլինեն, հայի անունը եւ այլ, հանցագործի անունը տվեցին ինչ որ պարսիկի անուն ուներ, միցակ հանգստացանք, մեկ էլ այսօր հայտնվում է, որ երկրորդ հոգին որ նստած է եղել մեքենայի մեջ իր անգերը, Անդրանիկ Սարգսյան, Սահակյան, Սեթրակյան, ինչ-որ ցենց ազգանունով։ Այս բանն է, էլի, հայերի արժե համակարգն է, Լոս Անջելոսում է, որ մի քանի օր առաջ դրել էի, այս սաղի միտքը գողնալ,
քցել, կպցնել, թալանել, պետությանը խաբել, հիմա էլ գնան հարսանիքի տեղից ուրիշի նվիրատվությունները գողանան, այս երկու միտքը ցանկությունը չծավ իրար հետ կապելու։ Անցել է 12 թե քանի տարի, 13 թե 12 տարի անցել, խանութից դեռ գնում են պարկով ապրանք են ուզում։ Այս օրն էլ, որ մենք ընտեղ էինք, էլի շատ ծիծաղելու մի երկու հատ դեպք եղավ, միտեղ գնացել էինք, փքաբլիթ էինք կարոտել, նստել էինք մի հատ փքաբլիթ ուտել, էլի գալիս մտնում էին այդ մի երկու հատ տարօրինակ հայեր այնց հարց էին տալիս այնց բան, ես էլ մեկին ասեցի, բարև ձեզ, ո՞նց եք, գործերը ո՞նց են, ընտանիքը, երեխաներին ասում եմ, ախպեր ջախի մենք իրար ծանոթ ենք, ասեմ ծանոթը որն է, մի բուր հայ ենք, մտել ես խանութ առօրվա 9-ից կեսա, մենք էլ սուրճ ենք խմում, հարցնում են ո՞նց եք, այս է Լոս Անջելեսում ապրող հայերի ճնշող մեծամասնությանը կան բացառություններ, նրանց արժե համակարգը։ Պարկով ապրանք խանութից մի ուզեք, գողություն մի արեք, մաքրով աշխատեք, մաքրով ապրեք, ամենայն բարիքներ բոլորիդ, լավ կլինի, հաջողություն։